Բացվել է Հայաստանի նախագահի պաշտոնի հավակնորդների նախընտրական արշավը, երկրի ղեկավարի պարտականությունները ստանձնելու համար պայքարի դուրս եկած գործիչներն իրենց քաղաքական ծրագրերի մասին պատմելու են մինչև փետրվարի 17-ը ներառյալ։ Մենք պարտավորություն ունենք պետության առջև եւ պետությունը պարտավորություններ ունի մեր առջև։ Պարոզ արշավը սկսված հայտարարություն արուն են ցույց տալիս։ Այսօր մայրաքաղաքի ուսուցիչները գործող նախագահի հետ ավելի քան 2 դասաժամ քննարկեցին կրթական համակարգի խնդիրներն ու ծրագրերը։ Առաջին հերթին կաշառակերության դեմ լինի անողոք պայքար։ Մենք ուզում ենք հաստատել ժողովրդի իշխանություն, ժողովրդի համար։ Պետք էր վարել քաղաքականություն, որը բխում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերից, ինչը չի արվել։ Ես անպայման դառնալու եմ նախագահ։ 2003 թվականը Հայաստանում ընտրական տարի էր։ Միակ դեպքն էր նորանկախ Հայաստանի պատմության մեջ, երբ նույն տարում անցկացվեցին եւ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ։ Ծանր ընտրություններ էին սպասում գործող իշխանության համար։ Ռոբերտ Քոչարյանի նախագահության երկրորդ շրջանի, այսինքն վերընտրության հարցն էր դրված։ Հայաստանի նախագահական 4-րդ ընտրություններն անցկացվեցին 2 փուլով։ Տեխնացուների պակաս չկար, առաջադրված 15 տեխնացուներից ընտրությանը մասնակցեցին 9։ Քոչարյանն ընտրությունների էր գնում աշխատենք միասին կարգախոսով։ Շտաբի պետն էր Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։ Նա այդ տարի թողարկցակուրտ էր վերցրել։ Ազատ, արդար, թափանցիկ ընտրությունները ձեռնատու են գործող նախագահին եւ իհարկե նրա նախընտրական շտաբին։ Ռոբերտ Քոչարյանի տեխնացությունը պաշտպանելու մասին հայտարարեցին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, Ռամկավար ազատական, միավորված աշխատանքային կուսակցությունները, Օրինաց երկիրը, Հզոր հայրենիքը, Հայաստանի նորացված կոմկուսը, Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն կուսակցությունը եւ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ։ Ընդդիմությունն ավելի խայտաբղետ էր ու մասնատված։ Հստակ ֆավորիտ չկար։ Ընդդիմությունը քննարկում էր միասնական տեխնացուի գաղափարը։ Ինտրիգային էր նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի մասնակցության հավանականությունը, բայց ի վերջո միասնական տեխնացուն չեղավ։ Տեր-Պետրոսյանը չառաջադրվեց։ Իշխանությունն իդեմս Քոչարյանի շտաբի պետ Սերժ Սարգսյանի հայտարարում էր, որ իրենք կհաղթեն առաջին փուլում եւ կստանան 50+ քվեներ։ Նախագահ դառնալ ցանկացող տեխնացուներից ոչ բոլորը մասնակցեցին մրցապայքարին։ Նախ Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Ռաֆի Հովհաննիսյանին չգրանցեցին որպես նախագահի տեխնացու, վերջին 10 տարում Հայաստանի քաղաքացի չհանդիսանալու հիմնավորմամբ։ Ես հպարտ եմ, որ իմ կողքին են այսօր Վազգեն Մանուկյանը, Արամ Սարգսյանը, Ռաֆի Հովհաննիսյանը, Ալբերտ Բազեյանը, անուններ շատ կարող եմ տալ։ Ռաֆի Հովհաննիսյանն իր աջակցությունը հայտնեց Կարեն Դեմիրճյանի որդու, Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի տեխնացությանը։ Նախագահի մյուս տեխնացուներ Պետրոս Մաքեյանը, Արամ Զավենի Սարգսյանը եւ Արշակ Սադոյանն ինքնաբացարկ հայտնեցին եւ հայտարարեցին Ստեփան Դեմիրճյանին աջակցելու մասին։ Ասում են, ես ինչի չկա միասնական տեխնացու։ Ոչ թե չկա միասնական տեխնացու։ Արամ Սարգսյանը իր տեխնացությունը հանեց ի պաշտպանություն Ստեփան Դեմիրճյանի։ Այստեղ է կանգնած ձեր կողմից սիրված Արշակ Սադոյանը։ Ռաֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ նայել է պաշտպանում Ստեփան Դեմիրճյանին։ Ընդհանուր առմամբ արդեն 10 կուսակցություն պաշտպանում են։ Այս սրանից էր միասնական տեխնացու։ 2003 թվականի նախագահական ընտրություններում Արտաշես Գեղամյանին շատերը համարում էին իշխանության տեխնացու։ Սա մեջբերում է թերթից։ Չնայած ազգային միաբանության նախագահ Արտաշես Գեղամյանը նախագահական ընտրություններից շատ առաջ էր որակվել որպես ընդդիմադիր դաշտ իշխանությունների ներդրած ականջ, սակայն շատ քչերն էին մտածում, որ նրա պայթյունը պետք է տեղի ունենա այդպես անփառունակ։ Գեղամյանը սկսել էր արժանանալ իշխանական մամուլի եւ իշխանության ներկայացուցիչների գովեստներին։ Ռոբերտ Քոչարյանը նրան սկսում է որակել որպես ուժեղ ընդդիմադիր գործիչ, իսկ իշխանական մամուլը անվանում է սթափ։ Արևի ճամփան բռնողը պետք է շատ լավ գիտակցի եւ սթափ գիտակցի, որ արևը ոչ միայն լույս է տալիս կամ ջերմացնում է, արևը այրում է, եթե շատ ես մոտենում։ Ես պատրաստ եմ շատ մոտենալ։ Սակայն Գեղամյանի աղմկոտ քննադատությունը Քոչարյանի ու Սարգսյանի հասցեին մարդկանց համոզում էր, որ նա անսասան ընդդիմադիր է։
Ոնց որ Շեստակովիչն էր մայեստրո, այնպես էլ Ռոբերտն ու Սերժն են մայեստրո։ Հեղինակը սցենարի ուրեմն Ռոբերտ Սեդրակովիչն է, ռեժիսոր պաստանովշիկը Սերժ Ազատովիչն է։ Այդ գործում անկրկնելի են։ Եթե օլիմպիադա լինի համաշխարհային ընտրությունների արդյունքը կեղծելու, առաջի, երկրորդ տեղերը կլինեն Ռոբերտն ու Սերժը, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ տեղերը կլինեն Թաթուր, որովհետև դրանց մակարդակի կեղծիկանով հələ բնությունը չի ծնեն։ Գեղամյանը միայն գովազդային պաստառների վրա $55,000 էր ծախսել, որը պատկառելի ու անպատկերացնելի գումար էր այդ տարիներին ընդդիմադիր գործչի համար։ Բայց Գեղամյանի հանդեպ կասկածներն առավել հիմնավորվեցին ընտրություններից 2 շաբաթ առաջ, փետրվարի 3-ին, հանրային հեռուստաընկերության կիրակնօրյա օրակարգից դուրս հաղորդաշարի ընթացքում Արտաշես Գեղամյանի եւ Քոչարյանի շտաբի պետ Սերժ Սարգսյանի բանավեճից հետո։ Ձեր ասած այդ բաները ոնց են այդ Գիտեք, այդ մտավախությունը 98 թվականին բոլորիս մոտ կար, երբ պարոն Քոչարյանը դարավ հանրապետության նախագահ։ Պարոն Քոչարյանը միջև որտեղ ընդամենը տեքստիլ կոմբինատի բյուրոյի քարտուղար էր, հեռակա պոլիտեխնիկ էր ավարտել։ Բանավեճի հաջորդ օրը հայաստանյան թերթերը գրում էին Գեղամյանի հաղթանակի մասին, սակայն այլ մոտեցումներ էլ կային։ Հայկական ժամանակն օրինակ գրում էր, որ Սարգսյանը մի ընկերախմբում խոստովանել է, թե իրենք դիտավորյալ են պարտվել։ Պատճառաբանել էր, որ Գեղամյանի վարկանիշն ընկնում էր, ու եթե այդպես շարունակվեր, Գեղամյանը ստիպված էր լինելու հօգուտ Ստեփան Դեմիրճյանի հանել իր տեխնացությունը։ Խոսացած խաղ վերնագրի ներքո առավոտի խմբագիրն էր ճակերտների մեջ էր առել հիշյալ բանավեճը։ Նույնիսկ քաղաքականությունից հեռու մարդիկ տեսան, որ Արտաշես Գեղամյանի Սերժի մարդ եւ իշխանության տեխնացու լինելու մասին խոսակցություններն ամենևին հիմնազուրկ չեն։ 1998 թվականին նա հավաքել էր ձայների 0.4%-ը, եւ եթե այս անգամ Արտաշես Գեղամյան տեխնացուն ընդհանրապես չլինի քվեաթերթիկներում, ապա ով կհիշի նրա մասին 2008 թվականին։ Այդ օրերին գրում էր Հայոց Աշխարհը մեկնաբանելով Դեմիրճյան-Գեղամյան մրցապայքար ընդդիմության առաջնորդի դերի համար։ Այսպիսով Քոչարյանի մրցակիցները հին ու նոր սերնդի ընդդիմադիրներ էին։ Առավել կարկառուններն էին նախկին կոմունիստ, Երևանի նախկին քաղաքապետ, այդ տարիների ակտիվ ու աննկուն ընդդիմադիր ամպլուա ունեցող Արտաշես Գեղամյանը, ԱԺՄ ղեկավար, նախագահի բազմափորձ տեխնացու, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, խորհրդային Հայաստանի նախկին ղեկավար, հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ժամանակ սպանված Հայաստանի ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանի որդին, պետական Մարս գործարանի տնօրեն Ստեփան Դեմիրճյանը, Մոսկվայաբնակ գործարար, նորաստեղծ հեռանկար ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Արամ Կարապետյանը, որը աշխատել էր Ռուսաստանի պետական մարմիններում։ Իշխանամետ ազգ թերթի հարցին, թե ինչպես է նախընտրական շտաբի պետը վերաբերում քարոզարշավի ընթացքում հնչած ակնարկներին, թե պարտության դեպքում ընդդիմությունը կարող է դիմել ագրեսիվ քայլերի, Սերժ Սարգսյանը պատասխանել էր. Ես հավատացնում եմ մեր ժողովրդին, որ ընտրությունների ցանկացած արդյունք ցանկացած մարդ ընդունելու է։ Ինչ վերաբերում է այն ուժերին, ովքեր տղայություն են անում, դուրս պրծուկի պես հայտարարում են, թե էս ենք անելու, են ենք անելու, ապա դա լուրջ չէ։ Երևանի տարբեր շրջանների փողոցներում պատահական ընտրությամբ փորձեցինք մոտավոր պատկերացում կազմել առաջադրված տեխնացուներից, ով կարող է Հայաստանը դարձնել այնպիսին, ինչպիսին ուզում են տեսնել։ Ես իմ ձայնը ոչ ոքին չեմ ուզում տալ, բայց տալու եմ Կարեն Դեմիրճյանի հիշատակին։ Հարսանիք թամադը չենք ընտրում, այնքեր։ Արտաշեսը կլավացնի այն ղեկավարը, որը ազնիվ է, բարի է, հայրենասեր է, զորավար Անդրանիկի նման սիրում է իր հայրենիքն ու ազգը։ Ամեն դեպքում այնպիսի նախագահն է, որ ընտրվի ժողովրդի կողմից։ «2003 թվականի փետրվարի 19-ին կայացան նախագահական ընտրությունները։ Տեխնացուներից եւ ոչ մեկը չհավաքեց 50+1%։
Քոչարյանին չհաջողվեց հավաքել անհրաժեշտ ձայների քանակը առաջին փուլով հաղթելու համար։ Նա հավաքել էր 49.8% կամ 700,808 ձայն։ Երկրորդ տեղում էր Ստեփան Դեմիրճյանը 28.3% կամ 399,757 ձայնով։ Երրորդը Արտաշես Գեղամյանն էր 17.4% կամ 250,145 ձայնով։ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Քոչարյանը սառնասրտորեն է ընդունում ընտրության արդյունքները։ Արևմտյան դիտորդներն իրենց միջանկյալ զեկույցներում նշում էին, որ առաջին փուլի ընտրությունները չեն անցել միջազգային չափանիշներին համապատասխան։ ԱՄՆ-ից Հայաստանի քաղաքական ուժերին կոչ էին արել հանգստություն պահպանել եւ մարտի 5-ին նախագահի ընտրությունների երկրորդ փուլն անցկացնել արդարացի եւ թափանցիկ, կարևորելով բոլոր մակարդակներով ձայները հաշվելու արդյունքների մասին ճիշտ եւ արագ հաշվետվությունը։ Իհարկե, ԱՄՆ վարչակազմը Հայաստանի բնակչությանը շնորհավորում էր փետրվարի 19-ին ընտրությունների առաջին փուլին ընտրողների ակտիվ մասնակցության առթիվ։ Եվրոպացի դիտորդներն նշում էին, որ ընդհանուր առմամբ ընտրություններն անցել էին հանգիստ եւ լավ էին կազմակերպված։ Վաշինգտոնը համամիտ էր այդ տեսակետին, միաժամանակ վերահաստատում էր ԵՀԿ-ի, ԵԽԽՎ-ի եւ Միացյալ Նահանգների փորձագետների գնահատականները։ Ձայների հաշվման ընթացակարգում թերություններ են նկատվել եւ մի շարք հանգուցային ասպեկտներով ընտրական գործընթացը չի հասել միջազգային չափորոշիչներին։ Այդպիսով ԵԱԿ դիտորդները առաջին փուլից հետո ընտրությունների արդյունքները կասկածի տակ էին դրել։ Հատկապես նախընտրական շատ իրադարձություններ չհամապատասխանեցին միջազգային չափանիշներին։ Նախ մթնոլորտը հագեցած էր սպառնալիքներով, քարոզարշավի խափանման եւ այդ ընթացքում բռնության դեպքեր եւս եղան։ Այժմ թերթը գրում է, ընտրական գործընթացը մթագնած էր եւ չէր համապատասխանում միջազգային չափանիշներին։ ԵՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Ջոնսոնը խրախուսելի համարեց այն փաստը, որ ընտրությունների օրը հիմնականում անցավ լավ, սակայն նշեց, որ լուրջ խախտումների արկայությունը թույլ չի տալիս գործընթացը գնահատել դրական։ Իշխանությունն ընդունում է, որ եղել են խախտումներ եւ հավաստիացնում է, որ կգործադրվի ամեն ջանք դրանց կրկնությունը բացառելու համար։ Միջանկյալ զեկույցի համաձայն պետական եւ մասնավոր լրատվամիջոցները բացահայտ կողմնակալություն էին ցուցաբերել գործող նախագահի նկատմամբ, որի օգտին լայնորեն օգտագործվել էին նաեւ պետական ռեսուրսները։ Առաքելության հրապարակած հայտարարությունը դժգոհություն է արտահայտում հանրային հեռուստատեսության գործունեությունից, լրատվության ու վերլուծական ծրագրերը կողմնակալ էին եւ սատարում էին գործող նախագահին։ Ըստ դիտորդների, ավելի կողմնակալ էին մասնավոր հեռուստաընկերությունները, մասնավորապես Պրոմեթեւս հեռուստաընկերությունը։ Տեղական չափանիշների ենթատեքստում բարձր էր նաև քաղաքական գովազդի րոպեի գինը՝ 120 ԱՄՆ դոլար։ Տպագիր մամուլը բազմաձայնություն արտահայտելով հանդերձ նույնպես կողմնակալ է եղել այս կամ այն տեխնացուի հանդեպ։ Դիտորդները նաև հավաստիացնում էին, որ կեղծիքները հիմնականում կատարվել են քվեների հաշվարկման ժամանակ, երբ տրցակներով քվեաթերթիկներ էին լցվել տուփերի մեջ։ Նրանք քվեարկության առաջին փուլից հետո ի հայտ եկած անճշտություններն ասպես էին գնահատել։ Առաջին փուլի քվեարկության եւ հաշվարկման ժամանակ քվեատուփերի լցոնման 15 լրացուցիչ դեպքերի հաստատում, նշանակալից անհամապատասխանություններ եւ անհավանական թվեր վերջնական պաշտոնական արդյունքներում։ Այսպիսով, թեև Քոչարյանը, շտաբի պետ Սերժ Սարգսյանը եւ նրա մյուս թիմակիցները վստահեցնում էին, թե ամեն ինչ կավարտվի առաջին փուլով, սակայն այդպես չեղավ։ Առաջին փուլից հետո ընդդիմության մի մասը չէր ճանաչում ընտրությունների արդյունքները։ Ասք պարբերականի ընդդիմադիր տեխնացուների բնորոշմամբ զանգվածային իրավախախտումներ հրապարակման մեջ նշված է։ Նախագահի տեխնացու Վազգեն Մանուկյանը, Արամ Կարապետյանը, Ստեփան Դեմիրճյանն ու Արտաշես Գեղամյանը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որտեղ հաշվի առնելով քվեարկության ընթացքում կատարվող զանգվածային իրավախախտումները եւ բռնությունները հայտարարեցին, որ վտանգված են ընտրությունների ազատ ու արդար ընթացքը եւ երկրի միջազգային հեղինակությունը։ Նրանց բնորոշմամբ իրենց արձանագրած իրավախախտումները գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի ռեժիմի վերջին ճիգերն են, ամեն գնով պահպանելու իշխանությունը, ինչը չի հաջողվում։ Նախագահի տեխնացու Արտաշես Գեղամյանը վիճարկման բողոք էր ուղղել Սահմանադրական դատարան, ընտրություններն ու առաջին փուլի արդյունքները համարելու կեղծված եւ պահանջելով նոր ընտրություններ։ Ըստ Գեղամյանի, փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում խախտվել են ընտրական օրենսգրքի թվով 46 հոդվածներ։ Այս պարսին, որը կոչվում է ընտրություններ, բնականաբար ազգային միաբանություն կուսակցությունը եւ ես
անշուշտ չենք մասնակցել։ Ընտրությունները պետք է ճանաչվեն անօրինական, պետք է հայտարարվի նոր ընտրություններ, որին անշուշտ նույն ընդդիմադիր մոտեցումներով կմասնակցենք եւ որ ամենակարևորն է համոզված կարող եմ ասել կհաղթենք։ ՀՀՇ ներկայացնող ԱԱԾ-պետի նախկին պաշտոնակատար Դավիթ Շանազարյանը մամուլի ասուլիսում հայտարարում է, որ փետրվարի 19-ին 500,000 ձայն է կեղծվել եւ Ռոբերտ Քոչյանը ստացել է ոչ թե ձայների 49.8%-ը, ինչպես հայտարարում էր, այլ 14%-ը։ Ընդդիմության պարտված հատվածը ակնհայտորեն գոհ չէր առաջին փուլի արդյունքներից ու հասարակական բևեռացվածության ու ատելության մթնոլորտով էր բացատրում Քոչարյան-Դեմիրճյան բաժանումը։ Ընտրություններից մեկ օր անց փետրվարի 21-ին ԱԺՄ ներկայացուցիչ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ փոխկապակցված այժմ թերթը խայտարակություն վերտառությամբ գրեց. Փետրվարի 19-ի ընտրությունների ընթացքի ամենաթռուցիկ դիտարկումն իսկ ցույց է տալիս, որ Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է դառնում առիշխանություններն ունեցած համաժողովրդական ատելության կուտակման դեպքում միայն։ Համբերության բաժակը լցվելու կամ դանակը ոսկորին հասնելու ժամանակ է, որ Հայաստանի ազգաբնակչությունը կարող է ընդվզել, ինչի ապացույցն են երեկվա իրադարձությունները։ Ստեղծված իրավիճակը վկայում է, որ իշխանությունները սեփական գործելակերպով ատելություն են սերմանում ժողովրդի մեջ, իսկ ատելության վերջաբանը երբեք խաղաղ չի լինում։ Այդ է պատճառը, որ ընտրաշավի ընթացքում գերիշխող էր, ով ուզում է լինի միայն ոչ Քոչարյանը բանաձևը, հանգամանք, որ նեապես նպաստեց Դեմիրճյանի օգտին տրված քվեների աճին։ Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը երկրորդ փուլում դուրս էր մնացել ընտրապայքարից, ստանալով քվեների 0.9% կամ 12904 քվե, անգամ ընտրապայքարի Նորեկ Արամ Կարապետյանը ավելի շատ ձայն էր ստացել, 41000 քվե։ Այլ էր իրավիճակը Դեմիրճյանի ճամբարում։ Ընտրությունների հաջորդ օրը, փետրվարի 20-ին, թիմը հանրահավաք էր հրավիրել Մատենադարանի տարածքում։ Հանրահավաքի կազմակերպիչները, դիմելով հավաքվածներին, կոչ էին անում ոտքի կանգնել, որպեսզի իշխանությունները կուլ չտան իրենց։ Դեմիրճյանի կողքին էին նրա աջակիցները՝ Արամ Կարապետյանը, Արամ Զավենի-Սարգսյանը, Ռաֆի Հովհաննիսյանը։ Այժմ օրաթերթը համբերության բաժակը լցվեց հրապարակման մեջ գրում է. Դեմիրճյանի դաշնակիցներից Արամ Սարգսյանն էլ, շնորհավորելով հավաքվածներին, փայլուն հաղթանակի կապակցությամբ հիշատակեց Սասունցի Դավիթ էպոսը իշխանություններին համեմատելով Մսրամելիքի Դավթից ստացած հարվածի հետ, որին մնում է միայն իրեն թափ տալ եւ 2.5 կլինեն։ Քոչարյանի ճամբարում ավելի զուսպ էին իրենց գնահատականներում ու շարունակում էին լավատեսություն եւ վստահություն պահպանել։ Ընտրություններից հետո Քոչարյանի նախընտրական շտաբի պետ Սերժ Սարգսյանի բառապաշարն ու շեշտադրումները փոխվել էին։ Առաջին փուլի հաջորդ օրը, փետրվարի 20-ին, Սարգսյանը Քոչարյանի նախընտրական շտաբում մամուլի ասուլիս հրավիրեց եւ հայտարարեց. Մենք երկրորդ փուլում անպայման կհաղթենք, որովհետեւ 707,000-ը շատ լուրջ թիվ է, կհաղթենք, որովհետեւ նախագահի ընտրազանգվածը շատ կայուն է, կհաղթենք, որովհետեւ եզրակացություններ ունենք անելու եւ արել ենք։ Ըստ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչյանը բավականին հանգիստ է ընդունել երկրորդ փուլի անցկացման անհրաժեշտության մասին լուրը։ Նա մարտականորեն է տրամադրված եւ շարունակում է ամբողջ ծավալով իրագործել իր նախընտրական գործունեությունը։ Միևնույն ժամանակ Սարգսյանը դժկամորեն ընդունեց, որ ընդդիմության նախընտրական արշավը ունեցավ իր դրական արդյունքները, ինչից Քոչարյանի շտաբում համապատասխան եզրակացություններ են արել եւ պատրաստվում են ավելի արդյունավետ դարձնել քարոզչական աշխատանքները։ Իսկ եզրակացություններ իսկապես արվել էին։ Սկսեցին ձերբակալություններ եւ ճնշումներ Դեմիրճյանի վստահված անձանց, շտաբի պետերի, աշխատողների ու օգնականների նկատմամբ։ Տարբեր տվյալներով 184-ից 400 մարդ է ձերբակալվել երկրորդ փուլի նախընտրական շրջանում եւ ազատ արձակվել երկրորդ փուլի քվեարկությունից միայն օրեր առաջ։ Ձերբակալվածները ընդդիմության աջակիցներն էին, որոնք բերման էին ենթարկում ցույցերին մասնակցելու համար։ Եվրախորհրդի միջազգային դիտորդական առաքելության եզրակացություններ։ Նկատվել են միջազգային ստանդարտներին չհամապատասխանող լուրջ խախտումներ։ Այս ժամանակահատվածը նշանավորվել է վարչական ձերբակալություններով, որոնք հակասում են ԵԱԿ պարտավորություններին եւ Եվրոպայի խորհրդի ստանդարտներին։ Ձերբակալվել են ավելի քան 200 մարդ, որոնցից առնվազն 77-ին դատապարտել են ազատազրկման, հաճախ փակ դատական նիստերի ընթացքում առանց փաստաբանի օգնության իրավունքից օգտվելու։ Ներքաղաքական մթնոլորտի պայթունավտանգ լինելու եւ թշնամանքի մասին էր այդ օրերին խոսում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովի նախագահ Պիտեր Շիդերը։ Նա ընտրությունների երկրորդ փուլից 5 օր առաջ, փետրվարի 28-ին, Երևանում էր եւ Հայաստանի իշխանություններին եւ ընդդիմությանը կոչ էր անում նախագահի ընտրությունների երկրորդ փուլից առաջ քաղաքակիրթ միջոցներով հանդարտեցնել երկրի ներքաղաքական մթնոլորտը։
ԵԱԿ դիտորդների խմբի ղեկավար Պիտեր Այքերն հիշեցնում էր, որ առաջին փուլում եղել է 7 տեղամաս, որտեղ ընտրողների մասնակցությունը 100%-ից ավելի է եղել, իսկ 100-ից ավելի տեղամասերում ընտրատուփերում ավելի շատ ընտրաթերթիկ է եղել, քան տրվել է ընտրատեղամասին։ Հետևաբար դրանք հենց լծված քվեաթերթիկներն են։ Ընդ որում եղել են քվեաթերթիկներ, որոնք ծալված չեն եղել, այսինքն դրանք չեն էլ մտել քվեատուփ։ Նա նշում էր, թե իրենք տեսել են խախտումներ ընտրությունների օրը, բայց դրան հաջորդած օրերին չեն տեսել ջանքեր ընտրակեղծիքներ թույլ տված մարդկանց պատասխանատվության ենթարկելու։ Ընդդիմության ճամբարում էլ ամեն ինչ միանշանակ չէր։ Մրցավազքից դուրս մնացած Արտաշես Գեղամյանը չէր ճանաչում ընտրության արդյունքները եւ չէր պաշտպանում Դեմիրճյանին, իսկ Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ն որոշել էր հանձնաժողովներում տեղերը զիջել ՀԺԿ-ին։ Այսօր Երևանում բազմահազարանոց հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն գործող նախագահի տեխնացու Ռոբերտ Քոչարյանի։ Իշխանությունն իր ամփոփիչ հանրահավաքը անցկացրեց մարտի 3-ին, այն կազմակերպել էին նախագահին աջակցող 15 կուսակցություններ։ Երկիրներ լինելու 5 տարի անց զեկուցել, որ բոլոր խոստումները կատարված են, մի բան էլ ավել։ Եվ անելու են հաջող հետ միասին։ Մենք ունենք ծրագիր, որը իրատեսական է։ Նույն օրն անցկացվեց նաև նախագահի տեխնացուներ Քոչարյանի եւ Դեմիրճյանի հերոստաբանավեճը, ինչը նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում աննախադեպ էր։ Հերոստաբանավեճի ժամանակ Դեմիրճյանին ուղղված քննադատությունը երբեմն աբսուրդի էր հասնում։ ԱԼՄ հոլդինգի հիմնադիր, հետագայում քաղաքական գործիչ Տիգրան Կարապետյանն օրինակ մեղադրում էր Դեմիրճյանի ապագա իշխանությանը։ Այսպիսի մի բան կա, պարոն Դեմիրճյան, որ ասում են վերացնեն կլանը։ Ուրիշի կլանը հեշտ է վերացնել։ Սեփական կլանն է դժվար վերացնել։ Մենք տեսնում ենք, այս 11 տարի ապրում ենք սեփական կլան չունեն, որ ընդհանրապես։ Ունենակ։ Ձեզ է թվում։ Ձեզ է թվում։ Կներեք, պարոն Դեմիրճյան, Ես դուք որ կարող եք կլանի մեջ եք ձեզ թվում է թե բան, անպայման ուրեմն կլան պետք է լինի, իմ կլան Դեմիրճյան, 11 տարի է ապրում ենք անկախություն։ Կար մի իշխանություն, որը ուներ կլան։ Կար երկրորդը, որը ունի կլան։ Երրորդն ասում չեմ ունենա։ Դա օրինաչափություն չի։ Մեկը պետք է դրա վերջը տա։ Մեկը պետք է դրա Երկրորդ փուլի ընտրարշավում շարունակվեց չպահպանվել տեխնացուների մեդիայում ներկայանալու հավասարությունն ու արդարությունը, մինչ այդ արդեն եթերից զրկվել էր Ամեկ+. Ընտրությունների երկրորդ փուլն անցկացվեց մարտի 5-ին։ Այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Հայաստանի նախագահական ընտրության երկրորդ փուլի վերջնական արդյունքը։ Ըստ այդմ Ռոբերտ Քոչարյանը ստացել է քվեների 67.48%, իսկ Ստեփան Դեմիրճյանը 32.56%։ Այսպիսով Հայաստանի նախագահ է ընտրվել Ռոբերտ Քոչարյանը։ Ընտրության արդյունքների հրապարակումից հետո Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցները վերահաստատել են դրանք սահմանադրական դատարանում բողոքարկելու իրենց մտադրությունը։ ԺԳ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը չի ընդունում նախագահական ընտրության երկրորդ փուլի արդյունքները, հայտարարելով, թե կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած թվերը որևէ առնչություն չունեն ընտրություններում արձանագրված իրական պատկերի հետ։ ԵԱԿ դիտորդներն ի վերջո եզրակացրին, որ նախագահական ընտրությունների երկու փուլերն էլ չեն համապատասխանել միջազգային չափանիշներին եւ երկու ընտրություններն էլ որակեցին կեղծված։ Հատկապես երկրորդ փուլի ձայների հաշվարկի ընթացքում կեղծիքները շատ էին։ Քոչարյանի ընտրության լեգիտիմությունը վիճարկում էին թե միջազգային դիտորդները, թե ընդդիմությունը եւ թե հասարակությունը։ Ընտրություններն էլ ավելի խորացրին լարվածությունը իշխանության եւ ընդդիմության միջև։ ԵԱԿ-ի ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը, ինչպես նաեւ Եվրախորհրդի խորհրդարանական վեաժողովի պատվիրակությունը Արմենիա 2 հյուրանոցային համալիրում հրավիրել էին Մամլո Ասուլիս։ Նախագահի ընտրությունների երկրորդ փուլի մասին տեսակետներ հայտնեցին ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Լորդ Ռասել Ջոնսոնը եւ ԵԱԿ դիտորդական առաքելության ղեկավար Պիտեր Այքերը։ Հատված Պիտեր Այքերի խոսքից. Ես հիասթափված եմ, մենք ավելի լավ սպասելիքներ ունեինք։ Չնայած Հայաստանի ընտրական օրենսգիրքը տալիս է բավարար հիմքեր ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար, այնուամենայնիվ երկու փուլերի միջև ընկած ժամանակահատվածը բաց եւ ազնիվ քաղաքական քարոզարշավի չափանիշներին չէր համապատասխանում։ Այքերը նշեց, որ փետրվարի 20-ին կատարած հայտարարությունից հետո դիտորդական առաքելությունը առաջին փուլի անճշտություններ եւ կեղծիքներ է գրանցել։
ԵԱԿ դիտորդական առաքելության ղեկավարը դատապարտեց կենտրոնական ընտրական հանձնաժողովին, նշելով, որ այդ կառույցը թերանում էր աշխատանքում եւ նախնական արդյունքների եւ մանրամասն հրապարակման ուշացումը նպաստեց ընտրությունների արդյունքների նկատմամբ անվստահության աճին։ Այսպիսով 200 հոգուց կազմված ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը եզրակացրեց. Հայաստանում տեղի ունեցած նախագահի ընտրությունների ամբողջ գործընթացը չէր համապատասխանում միջազգային չափանիշներին։ Դիտորդների քննադատությունից հետո Քոչարյանի շտաբի պետ Սերժ Սարգսյանը մեկնաբանեց իրավիճակը։ Եվրոպայում մեծացած ու ապրած մարդիկ չեն կարող հասկանալ մեր մտածելակերպը։ Նրանք ունեն իրենց կանոններն ու ժողովրդավարության մասին պատկերացումները, իսկ մենք մերը։ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդ տեղեկագիրն էլ այսպես պատասխանեց Սարգսյանին։ Փետրվարի 19-ին արձանագրված բոլոր կեղծիքները արված գործող նախագահի օգտին ոչ թե մենթալիտետից բխող ինքնաբուխ արարքներ են, այլ բավական ընդհանրական եւ մեծ ծավալների հասնող գործողություններ։ Հետագայում Wikileaks-ը հրապարակեց. Քոչարյանն ասել է, որ 2003 թվականի ընտրություններից հետո ԵԱԿ-ի զեկույցներում նշվել են խախտումներ այն ընտրատեղամասերում, որտեղ երբեք միջազգային դիտորդներ չէին եղել։ Նա նաև դժգոհել է, որ ԵԱԿ-ը ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի կանոնները արգելել են Հայաստանի պաշտոնյաներին մասնակցել զեկույցների պատրաստման գործընթացին կամ ստանալ դիտորդական խմբերի կողմից օգտագործված սկզբնական աղբյուրները։ Իմ գործն է պաշտպանել Հայաստանի պատիվն ու արժանապատվությունը, ասել է Քոչարյանը, նշելով, որ չի կարող դա անել, եթե իրեն դուրս են պահում գործընթացից։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արագորեն շնորհավորեց Քոչարյանին։ Վաշինգտոնը սակայն արտահայտեց ԵԱԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի ընտրությունների վերաբերյալ տեսակետը։ Նախագահ Բուշի Քոչարյանին հասցեագրված նամակը, որը ուղարկվեց զգալի ուշացումով, չէր պարունակում շնորհավորանք բառը։ Փողոց դուրս եկած ցուցարարները սուլեցին Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ եւ շնորհակալություն հայտնեցին Արևմուտքին օբյեկտիվ գնահատականների համար։ Պաշտոնական տվյալներով պարտված Ստեփան Դեմիրճյանը 2003 թվականի մարտի 17-ին դիմեց Սահմանադրական դատարան, պատճառաբանելով, որ ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման, անցկացման եւ արդյունքների ամփոփման ընթացքում խախտվել են Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները։ Դեմիրճյանը խնդրում էր անվավեր ճանաչել Հանրապետության նախագահի 2003 թվականի մարտի 5-ի ընտրությունը։ Սահմանադրական դատարանը դիմող կողմի ներկայացրած փաստարկների առնչությամբ հրապարակեց եզրակացություն։ Հաշվի առնելով 2003 թվականի մարտի 5-ի ընտրությունների արդյունքներով նախագահի թեկնածուների ստացած ձայների փաստացի տարբերությունը, դրա վրա անճշտությունների չափի եւ Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության ոչ հավաստի ճանաչված քվեարկության արդյունքների ազդեցությունը, գնահատելով նաև գործում առկա վերլուծական նյութերը, իրավաբանորեն պատշաճ ձևակերպված, ապացուցողական նշանակության հիմքերով հաստարկված որակական բնույթ ունեցող ընտրախախտումների ազդեցությունը ընտրական ակտիվ ու պասիվ իրավունքների իրացման վրա ամփոփող թողնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2003 թվականի մարտի 11-ի թիվ 36-ը որոշումը ՀՀ նախագահ ընտրելու մասին։ Թեև Սահմանադրական դատարանը հրաժարվեց չեղարկել Քոչարյանի հաղթանակը, սակայն կասկածի տակ դրեց նրա լեգիտիմությունը, խորհուրդ տալով նախագահին անցկացնել վստահության հանրաքվե։ Սա առաջին դեպքն էր նախկին ԽՍՀՄ տարածքում, երբ Սահմանադրական դատարանը ավտոմատ կերպով չէր վերահաստատում ու դակում պաշտոնական ընտրությունների արդյունքները։ Վստահության հանրաքվեն քաղաքական դաշտի օրակարգում մնաց թե խորհրդարանական ընտրությունների եւ թե 2005 թվականի Սահմանադրական հանրաքվեին նախորդած ընտրապայքարի առանցքում, որպես ոչ լեգիտիմ իշխանությունը Սահմանադրական դատարանի կողմից լեգիտիմացրած ցուցիչ։ Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը երդվում եմ անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու հիմնական ազատությունները, ապահովել հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը, ի փառս մեր հայրենիքի եւ ի բարօրություն մեր ժողովրդի։
Նախագահական ընտրություններից գրեթե 47 անց 2003 թվականի ապրիլի 21-ին պաշտոնապես մեկնարկեց մայիսի 25-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Այսօրվանից սկսվում է մայիսի 25-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար տեխնացուների առաջադրումը։ Հայաստանի մեծ ու փոքր կուսակցությունները պատրաստվում են ընտրական մարաթոնի։ Ազգային ժողովի մայիսի 25-ին կայանալիք ընտրություններին Հայաստանի քաղաքացիները համամասնական ցուցակով ավանդական կուսակցությունների շարքում կարող են տեսնել նաև նոր քաղաքական ուժերի անվանումներ։ Վերլուծաբանները կարծում են, որ կուսակցությունների առատության հետևանքով հասարակ քաղաքացին կարող է չիմանալ կամ շփոթել դրանք։ Կպայքարեն աշխատանք, օրենք, միասնություն, ազգային համաձայն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն գրանցել էր շուրջ 1100 տեխնացուի ներկայացնող 17 կուսակցություն եւ 4 դաշինք, պայքարելու համամասնական ընտրակարգով բաշխվող 75 մանդատների համար։ Անցողիկ էր համարվում 5%-ի հաղթահարման շեմը։ Մեծամասնական համակարգով անցկացվող ընտրություններին մասնակցելու համար 272 տեխնացու էր գրանցվել 56 ընտրատարածքներում։ Խորհրդարանական ընտրությունները տեղի էին ունենում նախագահական ընտրություններից ընդամենը 2 ամիս անց, որոնք զանգվածային բողոքների պատճառ էին դարձել ենթադրյալ խախտումների պատճառով եւ ենթարկվել միջազգային դիտորդների քննադատությանը։ Խորհրդարանական ընտրությունների ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որևէ կուսակցության անդամ չէր, ապավինում էր տարբեր կուսակցությունների եւ անկախ տեխնացուների աջակցությանը։ Ընտրություններին մասնակցող 17 կուսակցությունների եւ 4 դաշինքների միջև էական գաղափարական տարբերություն չկար։ Քոչարյանի կողմնակիցներն իրենց քարոզարշավում կենտրոնանում էին Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների վրա։ Դրանք խոստանում էին երկիրը դուրս բերել աղքատությունից, երկնիշ տնտեսական աճ ապահովել եւ հուժկու վերափոխումներից էին խոսում։ Գործող իշխանության հիմնական ընդդիմադիրը Արդարություն դաշինքն էր, որի կազմում էին Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ն, Արամ Զավենի Սարգսյանի Հանրապետություն կուսակցությունը, Արամ Գասպարի Սարգսյանի Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, ՍԻՄ-ը եւ ուրիշներ։ Դաշինքը պնդում էր, որ նախագահ Քոչարյանի պաշտոնավարումը ոչ լեգիտիմ է, հիմնվելով ընտրակեղծիքների ու սահմանադրական դատարանի որոշման վրա։ Այս ընտրություններում էր, որ հիմք դրվեց 5000 դրամանոցների հաղթարշավին։ Ընտրակաշարքը լայնորեն կիրառում էին թե կուսակցությունները, թե մեծամասնականով առաջադրված օլիգարխները։ Կաշառքի սպեկտրը հավանականից անհավանական էր։ Ջրաչափ, ալյուր, օղի, շաքարավազ, գոմաղբ, պարարտանյութ, բուժօգնություն, ճաշկերույթ, փող եւ այլն։ Ընդդիմադիր թերթերը գրում էին սպասվող ընտրակաշառքների մասին, որոնք կարող էին լինել օրինաց երկիր պիտակներով, կոնյակների եւ հռակ խորհրդանիշով շոկոլադի տուփերի տեսքով։ Բայց ընտրակաշառքի ձևերը այսքանով չէին սահմանափակվում։ Օրինաց երկիրը մուտք էր գործում դպրոցներ եւ մկրտում դպրոցականներին, ցանկացողների համար անվճար համակարգչային դասընթացներ կազմակերպում։ Կապանում էլ ՀՀԿ տեխնացու Սերժ Մկրտչյանի կողմնակիցները պրոթեզներ, ձեռնափայտեր ու օրթոպեդիկ կոշիկներ էին բաժանում։ Իսկ նոր-նորքում երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին մեկական տուփ ծխախոտ եւ 5000-ական դրամ էին բաժանել։ ԵԱԿ-ն ու Եվրոպայի խորհուրդը համատեղ հայտարարության մեջ նշեցին, որ մայիսի 25-ի ընտրությունները զգալիորեն ավելի լավն էին, քան փետրվար-մարտ ամսվա նախագահական ընտրությունները, սակայն բավարար չէին միջազգային չափանիշներին համապատասխանելու համար, մի շարք առանցքային ոլորտներում։ Համատեղ զեկույցի համաձայն քվեների հաշվարկի ընթացքում զգալի խնդիրներ էին արձանագրվել դիտորդների կողմից վերահսկվող տեղամասերի 30%-ում։ Երկու կազմակերպություններն ընտրողների ցածր մասնակցությունը բացատրում էին ընտրական գործընթացի նկատմամբ վստահության պակասով։ WikiLeaks-ի հրապարակման մեջ նշվում է. Գերմանիայի դեսպան Հայկե Պեչը հայտնել է, որ ինքն ու իր աշխատակազմի անդամները մշտապես լսել են լուրեր քվեների գնման վերաբերյալ։ Քոչարյանը ընդունել է, որ նման լուրեր շրջանառվում են եւ որ միանձնյա ընտրատարածքներում նման երևույթների առկայությունը հնարավոր է։ Սակայն կուսակցական ցուցակներով ընտրությունների համար քվեների գնման մասին տարածված լուրերը նա անվանել է անհետեթ։ Եթե տեխնացուն վճարեր լուրերում նշված 20000 դրամը յուրաքանչյուր քվեի դիմաց, ապա 100,000 քվե գնելու համար անհրաժեշտ կլիներ ավելի քան 5 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը նույնիսկ երաշխիք չէր, որ կստացվեր խորհրդարանում մեծամասնություն։ Նա նաև ընդունել է, որ որոշ տեխնացուներ ընտրողներին գրավելու համար ընտրել են ավելի տեսանելի ուղի, ասֆալտապատում են ճանապարհներ, վերանորոգում են հասարակական շենքեր եւ այլն։ Դեմիրճյանը, որ 47 օր առաջ ստացել էր ավելի քան 5 միլիոն 504,000 ձայն, խորհրդարանականում պարզապես ջախջախվեց։
Նրա եւ Արամ Զավենի Սարգսյանի գլխավորած դաշինքը ստացավ շուրջ 3 անգամ քիչ, 163,000 ձայն, զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։ Արտարություն դաշինքը հանդես էր գալիս այլ ճանապարհ չկա կարգախոսով, ինչը վկայում էր, որ դաշինքի համար նախագահական եւ ազգային ժողովի ընտրությունները չեն տարբերակվում։ Երկրորդն առաջինի օրգանական շարունակությունն էր համարվում, որն էլ չարկատակ խաղաց նրանց հետ։ ՀԱԵԿ-ից հեռացված եւ ՀԺԿ-ում հանգրվանած ազգային ժողովի падգամավոր Վիկտոր Դալակյանը հայտարարեց. Հասարակությունն այսօր երկու ճանապարհ ունի՝ լույսի եւ խավարի, իսկ լույսի Արտարություն դաշինքի հաղթանակի դեպքում իշխանական խունտային ուղարկելու են համապատասխան վայր։ Արդյունքում հաղթեց ՀՀԿ-ն, այն առաջին տեղում էր 278,712 ձայն կամ 23,66%-ով։ Հետքվարբերական անդրադառնալով այդ օրերին շրջանառվող լուրերին գրել է. Պատահական չեն շրջանառվող այն լուրերը, թե ստեղծվելու է պետքարտուղարի պաշտոն եւ բոլոր ուժային կառույցները ենթարկվելու են պետքարտուղարին։ Այս պաշտոնն ըստ երևույթին նախատեսվել է Սերժ Սարգսյանի համար։ Եվ այս տարբերակով են թուլանալու նախագահ Քոչարյանի դիրքերը։ Միակ քաղաքական ուժը, որը բացահայտ պայքարում եւ պայքարելու է Սերժ Սարգսյանի դեմ, հայ հեղափոխական դաշնակցությունն է։ Ռոբերտ Քոչարյանը եւ ՀՅԴ-ն, սակայն ոչինչ չեն կարող անել այսքան լծակներ ունեցող Սերժ Սարգսյանի դեմ։ Խորհրդարան մտած բոլոր ուժերը բացառությամբ ՀՅԴ եւ Արտարություն դաշինքի աշխատելու են նրա ենթակայության տակ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջնական արդյունքների համաձայն Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որի ղեկավարն էր գործող վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ազգային ժողովում ստացավ 35 մանդատ, օրինաց երկիր կուսակցությունը 18, ընդդիմադիր Արտարություն դաշինքը 17, հայ հեղափոխական դաշնակցությունը 11, Արտաշես Գեղամյանի ազգային միաբանությունը 9 մանդատ ստացավ։ 2003 թվականի հունիսի 12-ին մեկնարկեց Հայաստանի երրորդ գումարման ազգային ժողովի առաջին նստաշրջանը։ Արտարություն դաշինքից եւ ազգային միաբանություն կուսակցությունից ընտրված падգամավորները բոյկոտեցին ազգային ժողովի անդրանիկ նիստը։ Իսկ նիստին ներկա падգամավորները պաշտոնապես հաստատեցին օրինաց երկիր կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը ազգային ժողովի նախագահի պաշտոնում։ Ազգային ժողովի նախագահի տեղակալներ ընտրվեցին Տիգրան Թորոսյանն ու Վահան Հովհաննիսյանը։ Նոր խորհրդարանում մեծ թիվ էին կազմում նաև մականունավոր օլիգարխները։ Երրորդ գումարման ազգային ժողովի առանձնահատկությունն այն էր, որ ընտրություններից հետո խորհրդարանում ներկայացված ուժերը հանրապետականը, օրինաց երկիրը եւ դաշնակցությունը քաղաքական կոալիցիա կազմեցին։ Սակայն կոալիցիան երկար կյանք չունեցավ եւ 2006 թվականի մայիսի 22-ին Արթուր Բաղդասարյանի հրաժարականով փլուզվեց։ Մոտենում են 2007-ի խորհրդարանական ընտրությունները, քաղաքական դաշտի արդեն նոր ուժերով ու խաղացողներով։